Հա, ես հղի եմ։ Վարդան։ Ջեմի Վարդան։ Ես։ Ես պապա եմ դառնալու։ Ես եմ պապա դառնալու։ Ես պապա եմ դառնալու, ես պապա եմ դառնալու, ես պապա եմ դառնալու։ Արես իմ կյանքի ամենալավոտ։ Ես հղի եմ։ Հիմա ուրախ ես, որ քեզ տուփ եմ բերել։ Անուրախ եմ, շատ ուրախ եմ, շատ։ Հա։ Հավատը չի գալի։ Վարդան։ Իսկ մենք բժշկի չենք գնալու, բժիշկը քեզ չի նայելու, կարող է պետք է հենց հիմա գնանք, հա։ Վարդան կգնանք։ Ամեն ինչ նորմալ է, կգնանք, մի անհանգստացի։ Չէ, կարող է պետք է բժիշկը քեզ հիմա նայի։ Վարդան կգնանք։ Կպայմանավորվեմ կգնանք։ Կարող է քեզ վատ զգաս։ Վարդան, ես ինձ շատ լավ եմ զգում։ Երեք է ինձ վատ զգում։ Հիմա լավ եմ։ Բայց դու դեռ ինքնաթիռում ես քեզ վատ զգում։ Հա, ճիշտն ասած, չէ՞ մտածում, որ կարող է հղի լինեմ։ Չգիտեմ, չէի պատկերացնում, այդ մասին չէի մտածել։ Բայց Մարիաննայից տանը չգիտեմ ինչի մտքովս անցավ, որ կարող է։ Իսկ դու խի չէր ինձ երեք ասում։ Դե ուզում էի վստահ լինեի։ Ես երեխա եմ ունենալու։ Վարդան։ Ես երեխա եմ ունենալու։ Ես երեխա եմ ունենալու։ Ես երեխա եմ ունենալու։ Լիզ, այստեղ ես? Լիզա։ Այդ աղջիկը։ Լիզա։ Ուր էիր, Լիզա։ Կարող եմ իմանալ ուր էիր։ Ինչ ես տնից դուրս եկել, Լիզա։ Ուզում էի գնալ։ Ուր, Լիզա։ Թե ուզում էիր մի անգամ էլ լսեիր Արսենի մոր կարծիքը քո մասին։ Ան ինչ անեմ։ Նստի տանը ու առողջացի ու վերջապես դուրս արի այս վիճակից։ Այդքան բան, Լիզա։ Դուրս գամ այս վիճակից։ Հա։ Մարդ դու գոնե հասկանում ես ինչ ա եղել։ Հա, հասկանում եմ։ Քեզ թվում է մենակ դու ես հասկանում։
Գուցե ես չեմ զգում են ինչ որ դու, բայց ես քեզ շատ լավ հասկանում եմ, Լիզա։ Ես չեմ կարող քեզ ուղակի նստել ու հույս տալ։ Ամեն ինչ վերջացած է, հասկացի։ Ես չեմ ուզում սենց ապրեմ։ Դու պետք է ապրես, Լիզա։ Ում համար է պետք։ Ինձ համար, Լիզա։ Քո հարազատների, մորդ, հորդ ու վերջապես քեզ համար, Լիզա։ Մամայիս, պապայիս։ Մար իրանք հիմա չեն էլ ուզում լսեն իմ գոյության մասին։ Մի հատ պատկերացրա հորս վիճակը, որ ինքը իմացել է, որ ես ավտովթարի եմ ենթարկվել, ինչ որ ամուսնացած մարդու հետ։ Արսենը չկա։ Ուրեմն ամեն ինչ անիմաստ։ Լիզ, գներ, ժամանակը կանցնի ու դու կմոռանաս։ Ժամանակը անցնի մոռանալու է։ Չէ, Լիզ, ես մոռացի, որ դու մոռանաս։ Խնդրում եմ մի մոռացի, որ ես էլ մեծ վիշտ ունեմ։ Բայց ամենայն դեպս ես կարողացա դուրս գալ այդ վիճակից։ Ու ոնց որ տեսնում ես, կյանքը շարունակվում է։ Այնպես որ խնդրում եմ։ Ես պետք է գնամ աշխատանքի։ Կներես, հա ինձ։ Կարող եմ ես մնալ։ Իհարկե կարող ես։ Ուղղակի կուզեի, որ ձեր տուն էլ գնայիր։ Լիզ, դու ինձ ճիշտ հասկացի, ինձ համար շատ հաճելի է, որ դու այստեղ ես։ Ուղղակի ծնողներդ շատ են անհանգստանում։ Չեմ կարծում։ Լիզ, ես խոսել եմ մամայիդ հետ ու լավ կլինի, որ գնաս տուն։ Իրենք քեզ սպասում են։ Ու հիմա չէ, երբ կուզես։ Լավ։ Կներես, հա ինձ։ Վերջ լավ։ Բարև Անի։ Բարև, Ոնց ես։ լավ եմ։ Կարամ ներս գամ։ Արտակ ես աշխատանքի եմ գնում։ Հետաքրքիր է դու առաջվա նման կոպիտ չես իմ հետ։ Լսյան ջան, ես քեզ շատ չեմ խանգարի։ Արի ներս։ Ինչքան գեղեցիկ ես դու։ Չգիտեմ, ես մի րոպե չեմ կարում հանեմ, որ կողքս չես։ Չես ուշանում, դեռ ժամանակ ունես։ Հիմա որտեղ ես ապրում։
Բնակարանից փողերն էլ գնումին տվեց։ Հիմա բնակարան եմ փնտրում։ Մեր ժամանակավոր հյուրանոցում, հետո տեսնենք։ Արտակ դու պետքա աշխատանք էլ փնտրես, որովհետև նախ խելացի ես, երկրորդը շատ լավ մասնագետ ու այն ինչ որ եղավ ընկերությունում։ Սյան, իմ համար մեկը ինչ եղավ իմ հետ։ Իմ համար հիմա կարևորն են է, որ դու խոսում ես իմ հետ ու մի քիչ կոնե մտածում։ Հավատա իմ համար այդ ավելի կարևոր է։ Արտակ ես 10 րոպե ժամանակ ունեմ։ Հասկացա, ես կգնամ։ Կուզես Ինչ։ կարող եմ թեյ կամ սուրճ պատրաստել քո համար։ Կուզես։ Շատ։ Եթե իմանաս ինչքան եմ քեզ սիրում։ Բարև Անի ջան։ Բարև ձեզ։ Արևիկը այստեղ էր, նոր ներքև իջավ։ Գիտեմ։ Ես Տիգրանի մոտ եմ եկել։ Կարող եմ մտնել։ Իհարկե։ Զբաղված չի լինի, միգուցե ասես, որ եկել եմ։ Չէ, անգամ եթե զբաղված լինի, ինձ թվում է մեծ սիրով կընդունի։ Կարող եք մտնել։ Ինչ լավ է որ եկար։ Ոնց ես։ Լավ։ Դու ոնց ես։ Լավ։ Տիգրան, ես չէի կարող այսօր չգալ։ Անընդհատ քո մասին էի մտածում։ Ամբողջ գիշեր մտածում էի, որ Արևիկն ասաց, որ դու այլևս չես ուզում աշխատել։ Չես ուզում ընկերություն գալ։ Գիտես, Տիգրան, դու կարող ես իհարկե բոլորին համոզել, որ հոգնել ես, որ ամեն ինչ արդեն արել ես։ Բայց ես գիտեմ քեզ։ Տիգրան, ինչ-որ լուրջ պատճառ պետք է լինի, որ դու այսպես որոշում կայացնես։ Աստվածին։ Տարիները ոչինչ չեմ փոխել, գիտես։ Դու էլի առաջվա Նարինեն ես ու իմ մասին ամեն ինչ գիտես։ Տիգրան, խնդրում եմ, ասա, ինչ է կատարվում քեզ հետ։ Հասկանում ես, ես էլ չեմ կարողանում աշխատել։ Չեմ հավատում։ Չեմ հավատում, Տիգրան։ Մի հատ շուրջդ նայի։ Ախր սա քո երազանքն է, Տիգրան։ Գիտեմ։